Adobe Photoshop-ում հաջորդ ընտրման գործիքը դա Magic Wand tool-ն է, որի շորտքաթն է նույնպես W, եւ այն հնարավորություն է տալիս վերցնել նմուշ որևէ մի պիքսելի եւ այդ նկարում ընտրել նույնագույն պիքսելները կամ նրանց երանգները։ Magic Wand tool-ը նույնպես ունի preset-ներ, որը մենք կարող ենք օգտագործել աշխատանքի ընթացքում, ունի այն 4 հատկությունը, որոնք ունեն այլ ընտրման գործիքները, այսինքն ստեղծել new selection կամ ավելացնել selection կամ հանել selection-ը եղած selection-ից, ինչպես նաև ընտրել այդ երկու selection-ներից այն մակերեսը, որտեղ նրանք հատվում են։ Magic Wand tool-ը բացի այդ կարգավորումներից ունի sample size, tolerance, այսինքն երանգների բաշխումը, anti-alias-ը եւ continuous, այսինքն շարունակելի, ինչպես նաև sample all layer, որը մենք արդեն ձեր հետ ծանոթ ենք նախորդ տեսանյութերից, հնարավորություն է տալիս ընտրել պիքսելները 2-3 իրար տակ գտնվող շերտերից եւ ընդհանրացնել այդ պիքսելները։ Ավելի լավ հասկանալու համար sample կարգավորումը, tolerance-ը եւ anti-alias-ը, եկեք մեծացնենք մեր նկարը, որպեսզի տեսնենք պիքսելները եւ փորձենք այժմ ընտրել պիքսելներ, ընդ որում եկեք դնենք առաջի կարգավորումը poist sample, sample նշանակում է վերցնել նմուշ, այսինքն կետային նմուշ, անենք երանգների տիրույթը 0 եւ անջատենք continuous, այսինքն շարունակելի։ Այժմ եթե մենք Magic tool-ով օրինակ սեղմենք այս մեկ պիքսելի վրա, ապա դուք կտեսնեք, որ Photoshop-ը ընտրում է այդ պիքսելի մոտիկ երանգ ունեցող գույները։ Եթե մենք այժմ փոխենք եւ սարքենք 3-ը 3-ի վրա միջին գույնը եւ նորից սեղմենք Magic Wand tool-ով, ապա դուք կտեսնեք, որ մենք ընտրեցինք ավելի շատ պիքսելներ, ընդ որում դուք ինչպես տեսնում եք այս պիքսելների, այս ընտրվածները մեկը մյուսի հետ կապված չի։ Ինչու այսպես եղավ, որովհետև Photoshop-ը ընտրեց 3-ը 3-ի քառակուսում գտնվող այդ պիքսելի միջին գույնը։ Եթե այժմ մենք այստեղ փոփոխենք 11-ը 11-ի վրա միջինով եւ նորից սեղմենք, ապա դուք կտեսնեք, որ մենք կընտրենք ավելի մեծ միջավայր։ Այժմ եկեք դնենք point sample-ը, որը նշանակում է մենք ընտրում ենք առանց tolerance-ի գույներ եւ այստեղ մեծացնենք tolerance, այսինքն երանգների։ Եթե մենք սեղմենք, ապա դուք կտեսնեք, որ մենք ընտրեցինք տարբեր գույների պիքսելներ, որտեղ այդ մեր վերցրած նմուշի 50 միավորով գույների փոփոխությունը Photoshop-ը ընտրեց, ընդ որում tolerance-ի արժեքը փոփոխվում է 0-ից մինչև 255, որը մենք արդեն գիտենք մի գույնի երանգներն են։ Այժմ եթե մենք նորից փոխենք tolerance-ը 0 եւ այս դեպքում սեղմենք continuous, շարունակելի, այժմ եթե մենք նայենք այս մեր պիքսելների դաշտին եւ ընտրենք օրինակ այս գույները եւ սեղմենք նրա վրա, դուք կտեսնեք, որ Photoshop-ը միայն կընտրի նրանքից պիքսելները, ոչ թե այս պիքսելները։ Դա նշանակում է, որ Photoshop-ը ընտրում է միայն այն գույները, որոնք շարունակելի են եւ չեն բաժանվում այլ գույներով։ Այժմ փոքրացնենք մեր նկարը նորմալ վիճակի, սեղմելով 2 անգամ թաթիկի վրա, կամ կարող ենք 2 անգամ սեղմենք zoom tool-ի վրա, որպեսզի ստանանք 100%։
Եթե սեղմում ենք 2 անգամ թաթիկի վրա, ապա մենք փոքրացնում ենք զումը այնքան, որ մեր նկարը տեղավորվի մեր աշխատանքային միջավայրում։ Ընդ որում, այստեղ ավելացնենք, որ hand tool-ը նաև ունի rotate tool, որը հնարավորություն է տալիս պտտել մեր պատկերը, սակայն վերջնական պատկերը, որը մենք ստանալու ենք եւ Photoshop-ից ասենք export ենք անելու JPEG ֆայլը, նա կունենա նորմալ տեսք։ Ուղղակի մենք կարող ենք պտտել այս նկարը աշխատելու ընթացքում։ Այժմ մեր նպատակն է ընտրել այս կապույտ գույնը։ Դրա համար մենք ընտրում ենք Magic Wand tool-ը, տալիս ենք New Selection, ընտրում ենք Continuously կարգավորումը անջատված եւ տոլերանսը դնում ենք մոտավորապես 50։ Կարող ենք Point Sample-ը անել 5-5-ի վրա եւ սեղմենք այս մեր կապույտ գույնի վրա։ Դուք կտեսնեք, որ այժմ ընտրվեցին, եթե մենք մտնենք Quick Mask Mode, այն կապույտ գույնները, որոնք մոտիկ են մեր վերցրած նմուշին, քանի որ մենք չենք նշել Continuously։ Եթե մենք դուրս գանք Quick Mask Mode-ից, Continue շարունակելի կարգավորումը միացնենք եւ ընտրելով Magic Wand tool-ը նորից սեղմենք, մտնենք Quick Mask Mode, դուք կտեսնեք, որ այժմ ընտրվեցին միայն այն պիքսելները, որոնք շարունակելի են մեր ընտրված պիքսելի շրջապատում, այսինքն նրանք չեն ընդհատվում։ Այժմ, եթե մենք ցանկանում ենք ավելացնել որևէ ընտրվածք, մենք պետք է սեղմենք Shift-ի վրա եւ ավելացնենք այն պիքսելները, որը ցանկանում ենք ընտրել։ Եթե մենք ուզում ենք հանենք այդ պիքսելները, ապա մենք սեղմում ենք Alt, հանում ենք Subtract, հանելով այդ պիքսելները, իսկ եթե մենք ուզում ենք, որպեսզի այդ փակվող միջավայրերը, այսինքն selection-ները ընտրվեն հատման մասերով, մենք կարող ենք սեղմել այդ selection-ների վրա եւ Photoshop-ը կընտրի այն selection-ները, որտեղ նրանք հատվի